Եվ հարց ունեմ Վրաստանի հետ կապված շարունակում են մեր բեռները, որոնք Վրաստանի տարածքով ինչ եք լուծել, դուք ասել եք, որ փոխվարչապետի հետ կհանդիպեք Վրաստանի, բայց կարծեք հանդիպեցիք ու հարցը չի լուծվում։ Դե հանդիպեցինք, հետո պլանավորվել էր իմ այցը, բայց վրացական կողմը խնդրեց իրենք գան, հիմա հունիսի 6-ին իրենց գյուղատնտեսության նախարարն է գալիս Հայաստան, նախնական որոշակի, այսպես ասած, լուծման փաթեթով, տեսնենք առաջարկով քննարկենք, այսինքն այնպես խոսակցություն անել, որ պետքա լուծենք, ես գնամ, որոշեցինք, որ իրենք առաջարկեցին իրենք գալ, հունիսի 6-ին պարոն նախարարը կգա, իմ գործընկերը գյուղատնտեսության նախարարը, եւ մենք այս հարցը կքննարկենք եւ ես հուսով եմ, որ ինչ որ լուծման պիտի գտնենք, որովհետեւ այնուամենայնիվ այն իրավիճակը, որ մենք հիմա ունենք, շատ վտանգավոր է մեր բիզնեսի համար, մեր գործարարների համար, մեր խաղողագործների համար, մեր կոնյակագործների համար եւ ես ինքս հակված եմ այդ օրը այնուամենայնիվ տարբեր ֆորմատներով հանդիպումներ կազմակերպելու մինչեւ այսպես ասած այնքան մինչեւ սենյակից դուրս չգանք մինչեւ խնդրի լուծումը չգտնվի։ Բայց խնդիրը ինչ անուն ունի, ինչի չեն թողում առաջ գնալ, հա? Չկա, եթե դուք ասեք օրինակ, ինչ պետքա անենք մենք, որ անենք, վրացական կողմը ինչ է ասում, վրացական կողմը տարբեր ժամանակ տարբեր խնդիրներ է դրել, տարբեր գործարարների առաջ եւ թույլ տվեք հիմա դետալների մեջ չմտնեմ, որովհետեւ վախենամ դա ուղղակի բարդացնի իմ գործը ամսի 6-ին։ Շատ լավ, իսկ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների թեմայով եւս այսօր տեղեկատվություն տարածվեց, որ ժամանակավորապես արգելք է դրվելու, դուք այս մասով ձեր ռուս գործընկերների հետ խոսակցություն ունեցել եք, ինչ փուլում է։ Եթե անկեղծ լինեմ, ինձ նման տեղեկանք չի տրամադրվել, կնայեմ։ Հիմա աշխատանքի եմ գնում, կնայեմ։ Դուք ինչ եք կարծում, արդյոք սա քաղաքական ենթատեքստ ունի, թե չէ պահել ապրանքները, որոնք Վրաստանի տարածքում չեն իրացվում, այլ ուղղակի տարանցիկ, հա, եկեք չեմ կարող պատասխանել կամ չեմ պատասխանի այդ հարցին, որովհետև ասում եմ, եթե մենք նպատակ ունենք խնդիրը լուծելու, չեմ կարծում, որ լավ բան է, որպեսզի դուք ինձ ստիպեք, որպեսզի ես ինչ-որ գնահատականներ տամ, ես կարծում եմ, որ հնարավոր է խնդիրը լուծել, պրոբլեմ կա, իրականում կա պրոբլեմ, պետք է քայլենք այդ ուղղությունով, գնանք ընդառաջ լուծենք, տեսնենք։ Եվ այնուհանդերձ այս եկեղեցու թեմային այսօր անդրադարձ եղել է, թե ոչ։ Ես արդեն ասեցի, երևի գնանք, արդեն կարող եմ ամուլի հաղորդագրություն լինել։